Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու։ Դու ես թալանից խոսում։ Ինչ թալան վերադարձնելու մասին է խոսքը։ Ընտրեք ում ուզում եք, միայն ՔՊ չընտրեք։ Մենք գտնվում ենք Գյումրիում, Գյումրիի հրապարակում ենք, Վարդանանց հրապարակում, ամենաշքեղ շենքերից մեկն ենք մտնում, այս շքեղ շենքը զավթել են։ Այսօր մարտի 15-ն է, իսկ դա նշանակում է, որ Փարաքար ու հատկապես Գյումրի համայնքներում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը նշված համայնքների թիմ ընտրությունների հետ կապված։ Փարաքարի մասին էլ է շատ խոսվում եւ որոշակի կրիմինալ իրադարձություններ ուշադրություն գրավել են իհարկե այդ համայնքի եւ նրա թիմ ընտրությունների նկատմամբ, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է հանրապետության երկրորդ քաղաք, այլ կերպ ասած հայրաքաղաք, ինչպես իրենք են սիրում ասել, Գյումրին, Գյումրու ընտրությունները եւ ինչ է այնտեղ կատարվելու կամ ինչ է սպասվում։ Ընդհանուր առմամբ առաջադրվել է 9 մասնակից կուսակցություն, այսպես ասենք, որոնց իհարկե մենք կանդրադառնանք եւ ընտրարշավի որոշակի նրբություններ գումարած արդեն իսկ տեղի ունեցած խախտումներ, ըստ որում երկրի թիվ 1 դեմքը համարվողի անմիջական մասնակցությամբ։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ Նարինե Կիրակոսյանի YouTube-յան ալիքում, ես նախկինի նման լրագրող Արմեն Հակոբյանն եմ, այսօր կփորձենք անդրադառնալ մեր կարողությունների չափով, մեր գիտելիքների սահմանում ու շրջածիրում սպասվող թիմ ընտրություններին։ Քվեարկությունը, հիշեցնեմ, նշանակված է մարտի 30-ին։ Այսինքն այդքան էլ ժամանակ չի մնում եւ մարտի 30-ին, ավելի ճիշտ հաջորդ օրը արդեն բարձ կդառնա նաեւ պատկերը։ Եվ այսպես, Գյումրիում, ինչպես արդեն նշեցի, գրանցվել է 9 ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն համարակալումը արել է նշված ուժերը, այսինքն քվեաթերթիկում ինչ հերթականությամբ են դրանք նշվելու, դա արվում է այսպես վիճակահանությամբ, եւ ինչպես նշված է, այնպես էլ թվարկելով գնամ։ Մեկ համարի տակ քաղաքացիական պայմանագիրն է, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ նրա թեկնածուն է Սարիկ Մինասյանը։ Սա հատուկ ընդգծում եմ, հետո էլի կընդգծեմ, որովհետև քարոզարշավը իրենք կառուցել են այնպես, թե իբր Սարիկ Մինասյանը բացարձակապես ոչ մի կապ չունի ՔՊ-ի հետ, դա մեր Սարիկն է եւ այլն։ Աստծո սիրուն, էլի թող ձեր Սարիկը լինի, բայց տվյալ դեպքում նա ՔՊ-ի Սարիկ Մինասյանն է, ՔՊ-ի այսինքն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է։ Շարունակենք։ Երկրորդ համարը առաջադրվածների ցանկում կոմունիստական կուսակցությունն է։ Սա իսկապես միայն Գյումրիում կարող էր թերևս նման բան լինել։ Կոմունիստական կուսակցության միջոցով առաջադրվել է երկար տարիների Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտն ասած, երբևէ չեմ կասկածել, որ պարոն Վարդան Ղուկասյանը կարող էր կոմունիստ լինել, բայց ինչևէ, հիմա դա էլ ընտրակարգի իմպերատիվ պահանջներից մեկի հետևանք է, որին եթե հետաքրքիր է կանդրադառնանք։ Երրորդը ապրելու երկիրն է, իրենց թեկնածուն թիվ 1-ը Կարեն Մալխասյան, թիվ 4 Մայր Հայաստան դաշինքն է, գործարար Կարեն Սիմոնյանն է գլխավորում Մայր Հայաստանի ցուցակը եւ քաղաքապետի թեկնածուն է։ Թիվ 5 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն Արտյոմ Թումանյանը։ Թիվ 6 Նիկոլ Փաշինյանին սատարող մի շարք, այսպես ասած, կուսակցություններ, նրա տարբեր ծառայություններ մատուցող կուսակցությունները դաշինք են կազմել, այն կոչվում է Եվրոդաշինք, իսկ ինչու ոչ Եվրադաշինք, լավ թող լինի Եվրոդաշինք, թեկնածուն ասպարեզ ժուրնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է։ 7-րդը Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն է, թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյան։ Թիվ 8 Մեր քաղաք դաշինքն է, Մարտուն Գրիգորյանն է իրենց թեկնածուն, եւ 9-րդ համարը վստահ եմ հատկապես YouTube-ից օգտվողների համար հայտնի Ռուբեն Մխիթարյանն է։ Իմ հզոր համայնք, ուրեմն այսպես է կոչվում կուսակցությունը, որով առաջադրված է, եւ Ռուբեն Մխիթարյանն էլ քաղաքապետի թեկնածուն է։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ես թվարկեցի այն ուժերին
դաշինքներին կուսակցություններին, որոնք մասնակցելու են։ Իհարկե, շատերի այդ անուն ազգանունները կարող են միգուցե բան չասել, բացառությամբ իհարկե հանրային առումով հայտնի դեմքերի, ինչպես նույն Ռուբեն Մխիթարյանը, ինչպես իհարկե Վարդան Ղուկասյանը, որ երկար տարիներ, կարծեմ 4 թե 5 անգամ ընտրվել է, եղել է Գյումրու քաղաքապետ։ Մյուսները արդեն ընթացքում կպարզվի։ Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը պաշտոնապես, որը կշարունակվի մինչև մարտի 28-ը, 29-ին լռության օր, իսկ 30-ին արդեն քվեարկությունը։ Առանցքային հարցը իհարկե վերջից գանք, այստեղ քվեարկությանը գյումրեցիների մասնակցությունն է։ Ցավոք, Երևանի ավականու 2023 թվականի ընտրությունները թույլ են տալիս մեզ կանխատեսել կամ կասկածել, որ շատ բարձր մասնակցություն կլինի։ Հիշեցնեմ, Երևանի ավականու այդ 1.5 տարի առաջվա ընտրություններում մոտ 28-29% էր ընտրողների մասնակցություն, իսկ դա լավ չէ։ Գյումրիում կարելի է այսպես աչքաչափով գուցե կողմնորոշվել, նախորդ դեպքերում էլ առանձնապես շատ բարձր չի եղել, սակայն հիմնականում կարծում եմ 30-35%-ի։ Ցանկալի կլիներ իհարկե, որ մասնակցությունը գոնե 50%-ի սահմանը անցներ, որովհետև այդ դեպքում օբյեկտիվության աստիճանը կամ հնարավորությունը ավելի բարձր կլիներ։ Նրանք, ովքեր կոնկրետ Գյումրիում ուզում են մերժել ԿՊ-ին, նրանք պետք է հասկանան, որ իրենց մասնակցությունը քվեարկությանը պարտադիր է։ Հակառակ դեպքում, որքան ցածր լինի մասնակցության ցուցանիշը, այնքան իշխանությունը ավելի շատ հնարավորություն է ստանում վերարտադրվելու կամ ինքնավերարտադրվելու։ Սա կարելի է ասել ընտրական կանոն է։ Որն է խնդիրը, իշխանությունը օրինակ իր վարչական ռեսուրսով, չգիտեմ, քաղաքային ենթակայության տակ գտնվող տարբեր հիմնարկների միջոցով, իր վարչական լծակներով, որոնք կարող է կիրառել, միշտ կարող է որոշակի տոկոս ապահովել։ Հիմա որքան մեծ լինի այդ վարչական ռեսուրսի ազդեցության տակ չգտնվող ընտրողների մասնակցությունը, այնքան կբարձրանա հնարավորությունը, որ ընտրվի իսկապես ժողովրդի կողմից քվեարկված ընտրված մարդը, այլ ոչ թե իշխանությունների կողմից պարտադրվող տեխնացու։ Սա ձեզ կարող է բացատրել իհարկե ցանկացած քաղտեխնոլոգ, քաղաքագետ, վերլուծաբան։ Ինչ վերաբերում է անձանց, ապա այս փուլում ինքս չէի կամենա մեր կամ իմ նախասիրությունները, այսպես ասած, ներկայացնել, չնայած դա գաղտնիք չէ, բայց տվյալ դեպքում ինձ համար կարևոր է, որ հատկապես Գյումրիում մեզ լսող ընկերները, հեռուստադիտողները, հայրենակիցները ակտիվորեն մասնակցեն քվեարկությանը եւ դա հորդորեն նաև իրենց հարևաններին, մտերիմներին, ընկերներին, իհարկե նրանց, ովքեր ընտրելու իրավունք ունեն Գյումրիում, քվեարկելու իրավունք ունեն։ Սա իսկապես շատ կարևոր է։ Թե ում կնախընտրեք, դա էլ գիտեք ինչ։ Հիմա գյումրեցիներից ավելի գյումրեցի չփորձենք ներկայանալ։ Դուք ձեր քաղաքը եւ քաղաքի մարդկանց բնականաբար շատ ավելի լավ գիտեք, ճանաչում եք, ինչպես ասում է, գիտեք ով է, ում հետևը ով է կանգնած եւ այլն, կամ ով ինչ կենսագրություն ու ճանաչած ճանապարհ ունի, ինքներդ կարող եք հրաշալի կողմնորոշվել։ Մենք այդտեղ քարոզ չենք անելու, ի տարբերություն ոմանց։ Իդեպ ոմանքի մասին, ես խոսքի սկզբում, սիրելի բարեկամներ, նշեցի, որ արդեն իսկ արձանագրվել է իմ տեսանկյունով եւ ոչ միայն իմ սուբյեկտիվ տեսանկյունով, այլև օրենքի պահանջների տեսանկյունից արձանագրվել է կոպիտ խախտում, ընտրախախտում։ Ինչ նկատի ունեմ։ Թողնում եմ դեռ մի կողմ այն ամենը, թե ինչպես կենտրոնական իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի կառավարման ճգնաժամ հարուցեց Գյումրիում, ինչպես հետապնդումները սկսվեցին Բալասանյանի եւ նրա որդու նկատմամբ, նրա այսպես ասած դաշինքի նկատմամբ, ինչպես նրանց Գյումրիում իշխանազրկեցին, դա դեռ հարցի մի կողմն է, դա ինչպես ասում է, ուրիշ քննիչ դրանով պիտի զբաղվի, եթե երբևէ բանը դրան հասնի։ Ես հենց այս ընթացքի մասն եմ ասում, որ այդ ճգնաժամը հետո հարուցեց այս իրավիճակը եւ այս իրավիճակում էլ արդեն ստիպված եղան, իհարկե իշխանությունը շատ կուզենար, որ չլիներ այդպիսի տարբերակ, այլ իրենք նշանակեին իրենց տեխնացուին, չգիտեմ, այնտեղ Սարիկ Մինասյանին կամ էլ ինչ որ մեկին երկրորդ համարը, որը ասում են
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ազգականն է, ինչ-որ ազգակցական կապ կա, խոսքով։ Արտահերտ ընտրություններ ստիպված եղան նշանակել, հակառակ դեպքում պիտի ստիպված լինեին իրենց վրա քրեական գործ հարուցել կամ գործ հարուցել։ Հիմա գնում են արտահերտ ընտրությունների։ Պաշտոնական քարոզարշավը նախընտրական մեկնարկում է այսօր։ Սակայն 6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Գյումրի, Դե հասկանալի է ախրանայով, բանով, մի խոսքով, պես այն հրաշալի իմ շատ սիրած մի հոլիվուդյան ֆիլմ կա, կոչվում է «Եվ արքայական ողջ շքախումբը», արքայական ողջ շքախմբով մեկնել էին, այսպես ասած։ Եվ այնտեղ Նիկոլ Փաշինյանը սկսեց, հա, լավ, պաշտպանում է իրենց տեխնացուին, պաշտպանում է, ինչպես ասում է, խառնվենք սատանայի ու ստորգետնյա հրեշտակների գործերին, բայց գերագրեսիվ տոնով, ագրեսիվագույն ոճով, ատելություն եւ սերմանող բաներով, տոնայնությամբ սկսեց մյուս տեխնացուների հանդեպ, թե նրանք ընտրություններին մասնակցում են, որպեսի պահպանեն թալանած այս կոմենկոն, որ պատվալների ծառնետները դուրս են եկել, նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք նիշիկի գույքերն են։ Նիշիկի գույքերն են։ Դրանք Վարդանիկի գույքերն են։ Դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Մի րոպե, ստոպ։ Դու ում մասին ես խոսում։ Այնտեղ կա մեկ նախկին քաղաքապետ, մյուսները, ասենք հիմնականում պաշտոն եւ այսպես ասած թալանելու տեխնիկական հնարավորություն չունեցած մարդիկ, հարգված մարդիկ, այդ թվում առաջադրվել են տեխնացու իրենց կուսակցությունով բանով անվանապես որևէ մեկին չես ասում, այսինքն դա բոլորին ես ասում, այսինքն վարկաբեկում ես բոլոր այսպես ասած տեխնացուներին կամ երկրորդը մի րոպե էլի ում ես ինչի տեղ դրել Նիկոլ Փաշինյան այդ Գյումրու քաղաքապետի պաշտոնը դա այդ ինչ պաշտոն է որ այնտեղ ընտրվելով որևէ մեկը կարող է պահպանել թալանածը այսինքն քո լոգիկան որն է եթե մարդը գալիս է ինչ որ պաշտոնի վсё վերջ նա ուրեմն թալան չի հա բայց այդ դեպքում ինչու էս ամենտեղ բռնաբարելով ժողովրդի կամքն ու ընտրությունը խոսքը տեղական ինքնակառավարման մարմինների մասին է հանում ընտրված բռնում ձերբակալել տալիս հետապնդում հալածում ընտրված համայնքապետերին եւ դնում քո անձանց մամուլում կարելի է ամեն օր նույնիսկ մի քանի հրապարակում գտնել թե այսինչ քպական համայնքապետը ինչպես է իր ազգուտակին պրեմիաներ ու գրում ինչպես է իր ազգուտակից այսպես ասած գնումներ անում եւ այլն դու քո թալանչիներին բանարա նոր զբաղվի նման հայտարարություններ անում կամ Ranger Rover հետ են դա Գյումրու ընտրությունների ինչ կապ ունի այսինքն չէ ես հասկանում եմ ինչու է նա դա անում Այդ սափրվելուց հետո իրեն թվում է թե այդ նոր բան են հին Նիկոլի կերպարով գալով ինքը այլևս ընկալվում է որպես թարմացված այն հին Նիկոլ այս իշխանավարման 7 տարին չի եղել կորուստները չեն եղել ավերները չեն եղել Արցախի կործանումը չի եղել Հայաստանի ընթացիկ սողացող կապիտուլյացիան չի լինում չգիտեմ ցանկացած պարագայում դեռ թողնենք դեռ Նիկոլ Փաշինյանի անձն ու անընդունելի քաղաքական հարթության վրա ինձ համար կտրական անընդունելի լեքսիկան բառապաշարը ու հիստերիկ պահվածքը կենտրոնանք փաստի վրա երկրի
թիվ 1 գործադիր պաշտոնյան վարչապետ կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը անձամբ գնում է Գյումրի Հանրապետության երկրորդ քաղաք իր կուսակցական միջոցառմանը, ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը իր անձնական միջոցների հաշվին է գնացել, վստահ եմ, որ պետական միջոցների հաշվին պիտի գնացած լինի, նկատի ունեմ ծառայողական մեքենան, այդ մեքենայի օգտագործած վառելիքը պետության կողմից օրինական կարգով նրան տրամադրվող թիկնազորը, ոստիկանական ուժերը եւ այլն, այսինքն մենք տեսանք, որ Գյումրու կենտրոնը կամ այնտեղ որտեղ այդ ԿՊ-ի նիստը պիտի լիներ, վերածվել էր անմարդաբնակ հատվածի ու քաղաքի, միայն իրենք են։ Ընտրեք ում ուզում եք, միայն ԿՊ չընտրեք։ Մենք գտնվում ենք Գյումրիում, Գյումրիի հրապարակում ենք, Վարդանանց հրապարակում, ամենաշքեղ շենքերից մեկն ենք մտնում, այս շքեղ շենքը զավթել են, գիտեք արդեն ովքեր, հիմա մտնենք տեսնենք ներսը, այս մեր հրաշք շենքի, որը կառուցվել է 1926 թվականին, տեսեք ինչ դեպքում, բարև ձեզ, ո՞նց եք, այս ինչ եք անում եք, Սարիկ, Դուրիկ, այս մեր լիրասանների ներկայությամբ ինչ ակատարկում է ստեղ։ Մարդեք սպասում, բայց չէ։ Այսինքն, պետական միջոցների հաշվին իրականացվել են ծախսեր, միջոցառումներ, քայլեր, կուսակցական միջոցառման համար, կուսակցական ըստ էության նախընտրական միջոցառման համար, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը պետության թիվ 1 գործադիր պաշտոնյան խախտելով օրենքը սկսել է քարոզչություն, ավելի ճիշտ հակաքարոզչություն այլ տեխնացուների հասցեին։ Սա ինչ է, օրենքի խախտում չէ։ Եթե նույնիսկ սա օրենքի խախտում չէ, ապա սա ընտրական կամ արդար ընտրապայքարի սկզբունքի ժողովրդավարական սկզբունքի կոպտագույն խախտում էլ չի, այլ ոտնահարում։ Երկրորդը, վարչական ռեսուրսի մասին խոսեցին, Գյումրուց վկայում են, որ այս օրերին Գյումրիում խճաքարի, ավելին կարելի ասած շիբինի փառատոն է, այսինքն որտեղ ինչ տեսնում են, այդ խճաքարն են փռում, որ տեսեք, ինչ լավ աշխատում ենք, ինչ լավ գործ ենք անում, այսպես այնպես, բայց 7 տարի ինչ բանի էիք, այսուր էիք։ Այս ինչու հանկարծ նոր հիշեցիք կամ ինչպես մեր պատանի ժամանակ կատակում ենք, այս երբ նոր եկար։ Փաշինյանը ինչպես միշտ իրեն դրսևորում է իր նման։ Նա դեռևս կարծում է, որ կարող է էլի խաբել այն էլ գյումրեցիներին այս դեպքում, մոլորեցնել իր այն ջահել ժամանակվա ճղճղան բառապաշարով ելույթներ ունենալ եւ մարդիկ նորից այսպես հայ բան թալանը Range Rover-ները շատ լավ հակադարձել էր տեխնացուներից մեկը, կարծեմ Վարդան Ղուկասյանը իդեպ նա վերցրել էր այլ Facebook-ում շրջանառվող մի շատ դիպուկ հակադարձում, որ մի րոպե, որ հատիկ վերադարձնող ես, ուրեմն հատիկ վերադարձրա Քաշաթաղի շրջանը, Քարվաճառը, Բերձորը, Ասկերանը, Մարտունին, Արցախի Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Հաթերքը, մի խոսքով Արցախը վերադարձրա քո կողմից մահվան զոհվելու տարված բոլոր զինվորներին, բոլոր 5000-ին։ Կարող ես, չես կարող։ Դու ես թալանից խոսում։ Ինչ թալան վերադարձնելու մասին է խոսքը։ Այդ ագրեսիան էլ չի անցնելու, ես նման զգացողություն եմ, որ չի անցնելու եւ վստահ եմ չի աշխատում։ Ես գիտեմ իհարկե, որպես մասնագետ, որ այդ նման դեպքերում ռոպագանդան կամ քարոզչության հիմնական ակցենտը դրվում է հույզերի, այլ ոչ տրամաբանության վրա։ Առհասարակ նայել կա նայել, երկու տարբեր մոտեցումներ կան, բայց դա մի քիչ մասնագիտական հարց է։ Իդեպ շատերը դա համարում են Գեբելսյան քարոզչություն, ես դες ասեմ, որ իրականում այդ հույզերի զգացմունքների ենթագիտակցության վրա աշխատելու տեխնոլոգիան ներդնողը, PR ոլորտում ներդնողը եւ ակտիվորեն կիրառողը եղել է Բերնեյսը,
ամերիկյան մասնագետ եւ Գեբելսն էլ նրանից շատ բան ընդօրինակել է, բայց մի փոքր շեղվեցինք։ Վերադառնալով Գյումրի, հիմա տեսեք, այսինքն դա նման կլներ նրան, որ ենթադրենք ես օրինակ գտնում եմ, որ լավ կլիներ քաղաքապետ դառնար Մայր Հայաստանի տեխնացու Կարեն Սիմոնյանը, գործարարբան, ու այսպես ագրեսիվ սկսեի ոչ թե նրա օգտին խոսել, այլ պախարակել մյուս բոլոր տեխնացուներին, որ ինչ, որն է դրա իմաստը։ Եթե դուք ունեք արժանիք, դուք խնդիր չունեք այլոց պախարակելու, դուք խնդիր ունեք ձեր արժանիքները ներկայացնելու։ Իսկ այն, որ դու գալիս ես, դինելով պետության առաջի դեմքը ու սկսում ես պախարակել մյուսներին, չխոսելով քո իսկ առաջադրած տեխնացուի արժանիքների մասին, արդեն շատ բանի մասին է խոսում։ Ուրեմն կամ այդ արժանիքները չկան, կամ այդ տեխնացուին ինքները չեք վստահում, կամ այսպես ասած ձեր սարիկը այնքան էլ ձեր սարիկը չէ։ Իդեպ Facebook-ում շրջանառվում էին նաև նույն Սարիկ Մինասյանի ավելի վաղ, օրինակ 21 թվականին, եթե չեմ սխալվում, արված գրառումները, որ եթե ԿՊ-ն շարունակի մնալ իշխանություն, ապա Հայաստանը ըստ էության ապագա չունի։ Դե ինչ ասեմ, անքննելի են ճանապարհներն Աստծո, մարդը, որ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, Փաստորեն խնդիր չի տեսնում Նիկոլ Փաշինյանի ձեռքից քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոն ստանալու մեջ։ Եթե նա չի տեսնում, կարծում եմ շատ գյումրեցիներ կտեսնեն։ Քարոզարշավը կընթանա, կտեսնենք, կհետևենք, իրադարձություններ իհարկե կլինեն, հնարավոր է նույնիսկ հետընտրական, բայց այստեղ ինչն է հետաքրքիր։ Գյումրու ընտրությունները շատ մեծ ուշադրություն են սևեռել իրենց վրա, այդ թվում նաև արտերկրից, դրսից, շատերն են հետևելու եւ սա յուրօրինակ լակմուսի թուղթ է։ Տիրապետող տեսակետն այն է, որ Գյումրու ընտրություններից կամ Գյումրու ընտրություններում ԿՊ-ին պարտության մատնելուց պետք է սկսվի այդ չարաղետ ուժի հեռացումը Հայաստանի իշխանությունից ընդհանրապես։ Դա հնարավոր տարբերակ է իմ համեստ կարծիքով։ Այո, իսկապես Գյումրու ընտրությունները շատ բան կարող են ցույց տալ, թեպետ ես այս հարցում ունեմ որոշակի վերապահումներ, որոնք հիմա կներկայացնեմ ձեզ։ Եվ այս առումով, այսինքն աշխարհաքաղաքական նաև տեսանկյունից, ներքաղաքական տեսանկյունից Գյումրու ընտրությունները ստանում են գերկարևոր նշանակություն եւ այո, Փաշինյանը զգացել է դա ու ինքը դրա համար էր հենց նաև այդպես հիստերիկացած, ագրեսիվացած, բղավում, ճճում նկարած կատուներ պատրում։ Իդեպ նկատել եք, որ Փաշինյանը ագրեսիվ եւ այսպես ասած անկառավարելի դառնում է, հատկապես երբ խոսում է հայերի, Հայաստանի, մեր երկրի, մեր ժողովրդի մասին, բայց հենց թուրք է տեսնում, այսպես շնշող, մի այսպես փայլարցակ, չգիտեմ, այլ ինչ է, արեգակնաճաճանչափայլ արտահայտություններով, ոնց է ժպտում թուրքերին, թուրք լրագրողներին, դե Էրդողանի հետ նկարվելու պահն էլ չասեմ, գիրքը կրծքին սեղմած, հասկանում եք, դա կան բաներ, նույնիսկ վարպետ դերասանները չեն կարող նման երջանկություն պատկերել երբեմն տեսախցիկի առաջ, այսինքն հստակ երևում է էլի ով է, էլ ինչ այստեղ մեկնաբանես։ Որոնք են իմ վերապահումները, որ ասում են այցեն Գյումրու ընտրությունները կարող են, այո, կարևոր են եւ ես ընդունում եմ այդ փաստարկումները, այդ տեսակետները, այդ մոտեցումները եւ այո, Գյումրուց կարող է ու ըստ իս պետք է նաեւ սկսվի ԿՊ-ի հերացումը կամ Հայաստանի ապա-ԿՊ-ացումը, ապա-Փաշինյանացումը։ Բայց տեսեք, Գյումրիում հնարավոր է ընտրություններին մասնակցի քվեարկության իրավունք ունեցողների 30-35%-ը, ես դա արդեն նշեցի, հնարավոր է։ Իսկ դա արդեն նշանակում է, որ այդ ընտրության արդյունքը չի արտացոլելու ամբողջ Գյումրու, էլ չեմ ասում Շիրակի մարզի ընտրողների տրամադրությունները։ Այնպես որ ես սիրելի ինդիմադիրների փոխարեն մի քիչ այսպես փոքր վերապահում կանեի, այս վերապահումը կանեի, սա մեկ։ Երկրորդը, այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ սրանք թիմ, այսինքն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են եւ այստեղ հաճախ աշխատում է ընտրողների անհատական
ուրեմն վերաբերմունքը կոնկրետ անձի նկատմամբ եւ պատահական չէ, ինչպես սկզբում նշեցի խոսքի ընթացքում, որ ԿՊ-ն հենց այդ հանգամանքի վրա է շեշտել ոչ ԿՊ-ական իրենց տեխնացուին, այսպես ներկայացնում են մեր բանով։ Լավ։ Սա էլ այդ կարևոր հանգամանք է։ Իսկ ԿՊ-ից, Նիկոլ Փաշինյանից, նրանց իշխանությունից ու հատկապես այդ իշխանության հետևանքներից մարդկանց ձանձրացածությունն էլ չասեմ, զզվացությունը համատարած է եւ այսինքն դա միայն Գյումրու հանգամանք չէ։ Այդ տրամադրությունները կան Մեղրիից սկսած, Բագրատաշենից վերջացրած։ Բավրանել ձեզ փեշքեշ։ Ակցենտը նաև դրա, այսինքն պետք չէ ամեն ինչը փոխկապակցել Գյումրու հետ, որտեղ հնարավոր է վարչական ռեսուրսով մեկ էլ տեսար Գյումրիում ԿՊ-ն ինչ որ բանի հասավ։ Ու ինչ դրանց ասենք վայ դես էր հա ժողովրդի քվեարկությունը ցերվանք տներով չէ։ Դա պետք է ունենալ B կետ, B պլան, որտեղ տրամադրությունները իսկապես շատ լարված են։ Իմ անձնական տպավորությամբ ոչ թե Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում ազգային ինքնասիրություն ու արժանապատվություն իրենց մեջ կրող հայ մարդիկ ուղղակի սպասում են իրենց մի առաջնորդողի, որը կլինի ռացիոնալ, վճռական, կառաջարկի այլն դրանք կոնկրետ հեռանկար եւ կգնա ու կտանի իր հետևից։ Այսպիսին է տրամադրությունը։ Իսկ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ տոկունություն, հետևեք ընտրարշավին, հետևեք տեխնացուներին, ամենակարևորը տեսեք թե ով ինչ ծրագիր է ներկայացնում եւ կարող եք դուք ինքներդ հարցերի միջոցով բարձել թե ով է, ով ինչ է, ինչով է շնչում, վերջին հաշվով Գյումրին է, չէ՞։ Միշտ այսպես մի փոքր համեստությամբ գյումրեցիներն ասում են ընչի իսանուրդուց կեղնի, դե ուրեմն փորձեք բարձել ով ինչ է, որտեղ են կուգա եւ ինչ կենե։ Հիմա օրինակ կա այնտեղ ուժ, որ նշեցի Եվրոդաշինք, որը Նիկոլ Փաշինյանի այսպես ուղեկից սատելիտ ուժերի համախումբ է ներկայանում եւ դուք գիտեք ովքեր են։ Այս մարդիկ ասում են օրինակ, որ կամ միշտ հանդես են եկել Գյումրուց ռուսական ռազմաբազան հանելու համար եւ հիմա էլ այդ շեշտը դնում են եւ իրենց մասնակցությունն իդեպ այս պայքարին, ընտրապայքարին թիմից բացի նաեւ աշխարհաքաղաքական ու քաղաքական հետաքրքրություն է հաղորդում, այնտեղ այդ դիմակայությունը կա եւ կա օրինակ Մայր Հայաստանում, որ դրամագծորեն դրան հակառակ է, Վարդան Ղուկասյանն էլ է հակառակ։ Իրենք իդեպ արդեն Վարդան Ղուկասյանը պատասխանել էր Փաշինյանին, բավականին հետաքրքիր էր, որ 15 րոպեում դրեց ամբողջ այդ ելույթը քանդակեց, բայց ռուսական ռազմաբազան Գյումրու ներկայիս սոցիալ-տնտեսական կյանքում որոշակի նշանակություն ու տեղ ունի։ Այսինքն որ դուք դա հանում եք, տեղը ինչ եք ուզում եք հանել, տեղը ինչ եք ուզում, օրինակ նույն Եվրոդաշինքը։ Այդ դուք հնարավորություն ունեք, սիրելի բարեկամներ, ինքներդ հարցնել, հետաքրքրվել, պարզել, ծրագրերը իմանալ եւ ամենակարևորը մասնակցեք քվեարկությանը, գնացեք ընտրության։ Կապ չունի ում օգտին եք ուզում քվեարկել, դա ձեր գործն է։ Ոչ մեկն իրավունք չունի ձեզ պարտադրել։ Այդում ես իմ կարծիքն եմ ընդամենը ասում։ Գնացեք ըստ ձեր խղճի քվեարկեք, ում ուզում եք մենակ թե գնացեք, տանը մի նստեք, դա շատ կարևոր է, հենց ձեր իսկ ապագայի, նաև մեր ապագայի համար։ Ամենայն բարին սիրելի բարեկամներ, կհանդիպենք։